Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում սպասվում են թեժ ու հետաքրքիր զարգացումներ, իսկ հեռուստադիտողներին անակնկալ։ Աննան վերջապես ուժ գտավ իր մեջ և Ֆաինայի աչքերում բացեց հոր իսկական դեմքը։ Նա ասաց, որ Անգելինան Միքայելի դուստրն է։ Իհարկե, մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ դա Միքայելի կողմից հորինված սուտ է Հենրիին ու Անգելինային բաժանելու համար։ Ինչպես երևում է հերթական սերիայից, Աննան այդքան էլ միամիտ չէ և շատ շուտով նրա մոտ կասկածներ են առաջանալու ու նա փորձելու է գտնել, թե որտեղ է Անգելինայի իսկական մայրը, իսկ հեռուստադիտողներին այդ առումով հետաքրքիր ու հաճելի անակնկալ է սպասվում և շատ շուտով Աննան բացահայտելու է, որ Անգելինան ոչ թե Միքայելի, այլ իր հարազատ դուստրն է։ Հենրին բնականաբար շատ ծանր հոգեբանական վիճակում է, Անգելինայի մասին էլ խոսքերն ավելորդ են, ու նա մեղադրում է հորը, որ նա այդպես վարվեց ոչ միայն իր, այլ նաև Անգելինայի հետ։ Հենրին հայտնվելու է ծանր իրավիճակում ու միակ լուծումը տեսնելու է կյանքին վերջ տալը, սակայն դա նրան չի հաջողվելու, քանի որ վերջին պահին ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան նրան խանգարելու է։ Այս ողջ ընթացքում Հալալը գտնվելու է նրա կողքին ու հավանաբար իր նախկին դավաճանությունը նման կերպով մաքրելու է, չնայած մարդ երբ մեկ անգամ դավաճանում է, նա դավաճանելու է միշտ։ Արդյոք Հալալը նրան իսկական ընկեր է լինելու և հայտնվելու է այն ժամանակ, երբ Հենրին ամենաշատը իր կարիքն ունի։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ մնացեք մեզ հետ, ձեզ համար բերել ենք ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները, որոնք արվել են նկարահանման հրապարակում, որով պարզ կդառնա, թե ինչ է սպասվում հեռուստասերիալի հետագա սերիաներում։ Նշենք, որ ամենահետաքրքիր ու ինտրիգային սերիաները դեռ առջևում են։ Չմոռանաք նաև գրել ձեր կարծիքները հեռուստասերիալում նկարահանվող դերասանների մասին։ Մինչ կդիտեք ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները, չմոռանաք նաև նշել, թե որ դերասանին ու կերպարին եք ամենաշատը հավանում այս սերիալում։ Դե ինչ, մաղթում ենք ձեզ։ Շատ շնորհակալ ենք ու սիրում ենք ձեզ։ Ողջույն սիրելի ընկերներ, հիմնականում սենց վիդեոներ չեմ նկարում, որտեղ ես կամերայի դիմաց ուղղակի նստած խոսում եմ, բայց այս անգամ ոչինչ, թող բացառություն լինի, որովհետև ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել իմ նոր հետևորդներին, որոնք օր-օրի ավելանում են ու իրանց էներգիայով, իրանց կոմենտներով կիսվում են ինձ հետ։ Անկեղծ ասեմ, որ դա ինձ շատ մեծ էներգիա է տալիս, որպեսզի ես էլ ավելի լավ մարմնավորեմ Արամի կերպարը։ Շնորհակալ եմ շատ բոլորից հետ, շատ գնահատում եմ այդ ամեն ինչը ու ուզում եմ ասեմ, որ սպասեք հետաքրքիր իրադարձությունների զարգացման։ Շատ հիվանդ տանից դուրս եմ եկել, գնում եմ բժշկի, այս շոքին ստիպված եմ, սենց կապիշոնով ակնոցով, որ չճանաչեն, որովհետև ընդհանրապես ֆորմայի մեջ չեմ, բայց ինքամ այսպես են ճանաչում, ձայնս, ինչից իրականում ուրախանում եմ, որ անգամ այսպես մարդիկ ճանաչում են, լավ բաներ են ասում, ուղղակի կներեք, այս պահին ընդհանրապես ֆորմայի մեջ չեմ, որպեսզի նկարվեմ ու մեղացրել եմ, կներեք։ Մեր սերը պիտի հաղթի ու հաղթարի բոլոր դժվարությունները։ Մենք հարսանիք ենք անում։ Ուզում եմ թող ընդունում, չէ։ Պատրաստվել եմ վարչապետի գավաթի մրցանակի համար, ճիշտ ասեցի։ Այո։ Ու ժողովուրդ ջան, բոլորին շնորհավորում եմ, ցանկանում եմ ձեզ լիքը հաջողություն, լիքը առաջի տեղեր բռնեք ու մի հատ շատ ուժեղ բուրըն ծափահարենք այսօրվա մեր իրական հաղթողներից մեկին, Մարատին։ Բարի օր բոլորին, ես այս պահին գտնվում եմ մի քիչ հեռու, բայց ի սրտե ձեզ հետ եմ ու առհասարակ ռադիոյի օրը կարծում եմ ուրախացրել է և մեզ, մարդկանց, ովքեր աշխատում են ռադիոյում և իհարկե ռադիոն սիրող և ռադիոյի հետ օրվա մեծ մասը կամ որոշակի հատված անցկացնող մարդկանց։
Ես ուզում եմ, որ մեր կապը լինի անբաժան, մշտական ու հարատև։ Անհամբեր սպասում եմ երբեմ գալու եւ միանալու Ռադիո Ավրորա թիմին, շարունակելու մեր աշխատանքը։ Շնորհավորում եմ ոչ միայն մեր սիրելի ռադիո լսողներին, այլև իմ սիրելի Ռադիո Ավրորայի մեծ թիմին ու գործընկերներին։ Նորից ողջույն բոլորին, շատ եք մեզ գրում, թե ինչի ակտիվ չենք, ինչի լիքը սթորիներ չենք անում, չենք պատմում, որտեղ ենք, ուր ենք գնում, ինչ ենք տեսնում, ինչ ենք ուտում, մի խոսքով։ Առհասարակ մի քանի պատճառ կա դրա համար ու գլխավորներից այն է, որ հանգստի ժամանակ ցանկալի է մի քիչ կտրվել գոնե այդ վիրտուալ աշխարհից։ Թեև հեռախոսից դժվար է կտրվել, որովհետև դու ուրիշ երկրում ես, ուրիշ քաղաքում ու անընդհատ ինչ-որ ինֆորմատիվ հարթակներից ես օգտվում։ Մի խոսքով, ուզած հեռախոսը մեր ձեռքում է անընդմեջ։ Բայց դե գոնե վիրտուալ կյանքից մի քիչ հեռվանանք։ Լիքը բան ենք նկարել, երբ որ կամ կհրապարակեմ հաստատ, կպատմեմ ինչ բաներ։ Հա, ինչ էի ասում, մոռացա ճշնացած արդեն, բայց ինչև եմ, հանգստի ժամանակ գոնե արժի մի քիչ կտրվել, ինչ ասում, մի քիչ կտրվել համացանցից։ Բացի այդ, այստեղ այնքան ամեն ինչ սիրուն է, այնքան տեսնելու բան կա, որ չես էլ հասցնում։ Լիքը դեպքերում ուզում ես ֆոտոներ անես, վիդեոներ անես ու դրա ժամանակն էլ չկա մեծ հաշվով, ուզում ես ամեն ինչի, դե մի արա։ Այստեղ մարդ կա ինձ խանգարում, բայց ես կասեմ, կվերջացնեմ միտքս։ Մի խոսքով լիքը բաներ եմ նկարել, որոնք կպոստեմ, կկիսվեմ ընկերներիս հետ, ընտանիքիս անդամների հետ, լիքը կոնտենտ ունենք։ Լիքը կոնտենտ։ Բայց լուրջ եմ ասում, մեկ նույնիսկ այդ հեռախոսը չես ուզում հանես, չես ուզում նկարես, չես ուզում վիդեո անես, սիրուն թվում է թե ոյ գնում ենք հավես տեղեր, սենց հատուկ կազմել եմ ինչ-որ շորեր եւ այլն վերցրել եմ, որ այստեղ սենց կնկարվեմ, սենց վիդեո կանեմ, բայց դրա ժամանակն էլ չկա, այս ամեն ինչը ուղղակի տեսնել ու զգալ է պետք։ Ինչ ենք մենք այսօր ասում, Աչքի կայֆ։ Աչքի կայֆ, լավն ասում աչքի։ Լես շենքը ցույց տա։ Հա, դե ամեն քայլափոխին կա սիրուն բաներ, շատ սիրուն։ Կավարտա միտքս այնուամենայնիվ ու այնքան դե մի շատ է մի խոսքով էմոցիաները, շատ է սիրունությունները ու ուզում ես ամեն ինչ տեսնես, ֆիքսես, ապրես, առանցնել ժամանակը շատ կարճ է։ Դրա համար երբեմն նկարելու, նկարվելու պահն էլ չի լինում։ Բայց կան ինչ-որ բաներ, որոնք որ կհրապարակեմ։ Էին պատմում կրած տաղարմանքի մասին փոք ճշմարտությունը։ Միայն նրա աչքերն էին, միայն նրա աչքերն էին պատմում կրած տաղարմանքի ու նրա կյանքի ճշմարտության մասին։ Միայն Թե ժողովուրդ ջան, ոնց որ ամեն օր, տենց էլ այսօր, էլի կռվի մեջ եմ ընկել, նայեք, այս անգամ մի քիչ ավելի լուրջ կռիվ է, էդ է իմը։